Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում է բողոքարկել կառավարության երեկվա որոշումը, որով Երևանի կենտրոնում գտնվող Ղրիմյան Հայրիկի անվան դպրոցի ավելի քան 600 քառակուսի մետր տարածքը առաջիկա 10 տարիներին կտնօրինի ռուսական Սլավյանսկայա մասնավոր դպրոցը։ Ակտիվիստը պնդում է, միջնակարգ պետական դպրոցի տարածքը ռուսականին զիջելը մեծագույն սխալ է։ Հայկական պետական կամ համայնքային կրթօջախի տարածքի հաշվին թող իրենք կառուցեն կամ մասնավոր ինչ-որ շենք առնեն։ Մասնավոր դպրոցներ կերազեին իհարկե այդ գումարով, որևէ սենտիմենտ կապված մեր ազգայնության հետ, մեր հայկականության հետ, մեր անկախ պետության հետ այդ մարդիկ չունեն։ Դրանք մենեջմենտի, ոնց ասեմ, մեքենա է, որը որևէ կապ մեր ժողովրդի իրական կյանքի հետ չունի։ Հա, կառավարությունը իրենք ոչ ուզում են պայքարել, ոչ հասկանում են դրա վնասները։ Ըստ կառավարության որոշման դպրոցի 3-րդ եւ 4-րդ հարկերից տրամադրվող այդ տարածքի դիմաց ռուսական դպրոցը վճարելու է մոտ 105 միլիոն դրամ, այսինքն 225,000 ամերիկյան դոլար։ Ոչ քաղաքապետարանի, ոչ էլ կրթության եւ գիտության նախարարության համապատասխան վարչություններում տեղյակ չէին այս գումարը 1 թե 10 տարվա վարձակալության վճարն է։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը միայն ասաց, որ ռուսական այդ դպրոցը տարածքը վարձակալել է վերջին մի քանի տարիներին, ամեն անգամ երկարացնելով պայմանագիրը։ Այն, որ այս անգամ կառավարությունը որոշել է միանգամից 10 տարով տարածքը տրամադրել, քաղաքապետարանի պաշտոնյան առաջին անգամ մեզանից լսեց, բայց պնդեց, գոնե այս պահի դրությամբ հայկական դպրոցի աշակերտների թիվն ու ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս ռուսականի հետ առանց խնդիրների աշխատել։ Դուք ինձ տվեցիք այդ լուրը, ես գիտեմ, որ մենք վարձակալությամբ ենք տարածք տվել։ Մենք տարիներ շարունակ 1 տարի վարձակալությամբ տվել ենք տարածքը Սլավոնական դպրոցին։ Այս պահին թույլ է տալիս դպրոցի հզորությունը եւ աշակերտների թվականակը 1 տարի ժամկետով տարածքը տրամադրելու։ Մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ առաջին հերթում էին երեխաները սովորում, այնպես չէր, եթե անցնեին երկրորդ հերթի, մենք անպայման բնականաբար տարածքը չէինք տրամադրի, անգամ 1 տարով չէ, 1 ամսով չէինք տա։ Ձեռնտու է նույնիսկ եղել, որ Սլավյանսկին դպրոցը վճարել է վարձավճարները եւ այդտեղ դպրոցին օգուտ է եղել։ Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը անհանգստացած է։ ԵՏՄ-ին միանալուց հետո կառավարությունը նաեւ այսպիսի գործարքներով արհեստականորեն ընդգծում է ռուսերենի գերակայությունը հայկական կրթական տարածքում։ Հիմա ԵՏՄ-ն դե տեսնում եք, ամենակոպիտ, ես կասեի խուլիգանական ոճով է ճնշումները, որ ամեն մի Չ կլասի ռուս չինովնիկ, որ անպայման գալիս է, անպայման պետք է լեզվի թեման բարձրացնի, ճղճի ինչ-որ փաստարկներով եւ անընդհատ հարց է բարձրացվում ռուսերենի կարգավիճակը բարձրացնել Հայաստանում կառավարության համար։ Դա սկզբունքային չի։ Այստեղ քաղաքական ճնշման եւ դրամի խնդիր կա։